Բանը բռունցքների չի հասնում, բայց լեզվակռիվը թեժ է։ Նիկոլ Փաշինյանի հետ քավոր սանիկական հարաբերություններ ունեցող Վահե Ղալումյանը միջանցքում կարծես բացատրություն է պահանջում Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանից։ ՔՊԱ-ականներին բորբոքել է Ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Էդգար Ղազարյանի հայտարարությունը։ Մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում։ Հանգստացնելու փոխարեն բորբոքում է իրավիճակը ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, սպառնում Էդգար Ղազարյանին դուրս շպրտել դահլիճից։ Եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Հայկ Կոնջորյանը դժվար կարողանա ինչ-որ բան ասել մեզ, արձագանքում է Ուժեղ Հայաստան խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը, ավելացնում. Էդգար Ղազարյանի հայտարարությունը խնդրահարույց էր բարեկրթության ընդհանուր ձևաչափի մեջ։ Տեղի ունեցել բարեկրթության նորմերի հետ կապված խնդրահարույց բա, որը կպարզաբանի։ Միակողմանի Էդգար Ղազարյանի կողմից թե երկկողմանի նաև Կոնջորյանի, ինչ եք կարծում։ Կարծում եմ, որ ամեն դեպքում փորձում է եղել էմոցիոնալ։ Իսկապես էմոցիոնալ էր Էդգար Ղազարյանի ելույթը, ընդունում են Ուժեղ Հայաստանում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռևս 2013 թվականի հունիսի 20-ին Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում մեջբերում։ Այդպիսի մի արտահայտություն կա, չէ, որ եթե դու մի մարդ ես սպանում, մարդասպան ես։ Իսկ եթե հազարավորների ես սպանում, դու դառնում ես ականավոր զորավար։ Մեջբերման ավարտը։ Հիմա հասկանանք, թե ինչպես ժամանակին իշխանական գործիչների հետ ստվերային պայմանավորվածություններով մի լրագրող դարձավ ականավոր զորավար։ Հազարավոր տղաների մահվան, արցախցիներին տնավեր դարձնելու, Հայաստան ու Արցախ պատերազմներ բերելու համար էր մեղադրում Ղազարյանը Փաշինյանին։ Սա է այս իշխանության դեմքը։ Պատերազմ, զոհեր, կորուստներ եւ պարգևավճարներ։ Իսկ երբ հարցնում են падգամավորին, թե քերին ոնց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծո։ Լավ է քերին։ Քերին լավ է ֆրազը նոր խորհրդարանում թևավոր խոսք է այն օրվանից, երբ ՔՊԱ-ական Գարիկ Սարգսյանը իր քերու տենդերներ շահելու կասկածելի հաջողությունների մասին Աննա Գրիգորյանի հարցին պատասխանելիս ասել էր. քերին աշխատում է ու լավ է։ Թող լավ լինի քերին։ Բայց իմ քերին չի կարա լավ լինի։ Որովհետև նրա անվանակից թորնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Իմ քերին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել։ Երբեք չեն կարող լավ լինել։ Մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ ՔՊԱ-ականները հայտարարում են միմյանց հանդեպ բարեկիրթ լինելու պայմանավորվածությունը քանդման եզրին է։ Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի։ Պարոն Ղազարյանը պետք է ներողություն խնդրի իր անդաստիարակ արտահայտության համար, հակառակ դեպքում նրան շատ ծանր օրեր են սպասվում այս ազգային ժողովի դահլիճում եւ ոչ միայն նրան եւ բոլոր նրանց, ովքեր իրենց, չգիտեմ, քաղաքական կամ ոչ քաղաքական թևերը կփռնեն նրա վրա։ Ուժեղ Հայաստանի արձագանքն է։ Խմբակցությունում անելիքները կքննարկեն ու տեղյակ կպահեն։ Էդգար Ղազարյանը մանդատը վայր կդնի, հարցնում են լրագրողները։ Էդգար Ղազարյանը падգամավոր է լինելու է։ Խնդիրները լուծելու համար են, ասում է Նարեկ Կարապետյանը, ավելացնում, ծայրահեղ քայլերի գնալու մանդատը վայր դնելու փոխարեն պետք է կենտրոնանալ իրավիճակը վերահսկողության տակ վերադարձնելու վրա։ Արփիս Քեսյան, Նորեր Շարբաթյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։